Սա Սվաճյան փողոցն է, ձախի վրա ընկնում է եկեղեցին, աչքի վրա կինոթատրոն Հայաստանը։ Էսա մոտենամ, ավտոտնակին ցույց կտամ։ Так. Այս կինոթատրոն Հայաստանն է, իր այգիով։ Երևի այստեղից 50 քայլ։ Այստեղ մի հատ 2 հարկանի, 3 հարկանի կառույց է կինոյի կողքը Սվաճյան փողոցի վրից։ Դրանից հետո 10 մետր ճակատով խանութային տարածք է։ Ահա։ Ահա։ Սա է այդ 3 հարկանի կողքը այդ ապտիկան որ կա, այդտեղ ավարտվում է այս 10 մետր ճակատովը, այսինքն ավտոտնակի խորությունը 10 մետր է։ 9.80 Այստեղից փողոց եմ մտնում, հեսա ցույց կտամ։ Այսենց այսպես ուրեմն ապտեկայի տակը հեռախոսների նորոգման կետ է, դրա կողքը այնա լույսը վառվեց։ Այս կարմիր դարպասը իմ ավտոտնակն է, 3.80 լայնությամբ։ Այդպես, այն է այն միջ ներքև, սա հեռախոսների նորոգման կետն է, վերևը ապտեկան է փողոցի ցամուտքը, սա էլ ավտոտնակն է 3.80 լայնությամբ, 9.80 խորություն, հաշը 3 մետր բարձրություն, մի 3 մետր էլ տակն է, նկուղային հարկ, սա էլ կողքի այն ավտոտնակներն է, այս բոլորը ժամանակին ես եմ կազմակերպել, որ կառուցվել է, մի 28 տարի առաջ երևի։ Ես հեսա մի հատ էլ ֆոտոնկար կանեմ, այս փողոցը ստանում է դեպի ներքև, այն բարձրահարգի կողքերը սաղ մթերային խանութներ են, մի ժամանակ թռչունների խանութ էլ կար այդտեղ, հիմա փակ է, այլ չի աշխատում։ Ահա, եկեղեցին էլ այնտեղ է, այս Սվաճյան փողոցի ձախ մայթն է, էլի, այսպես։ Ահա։ Փաստորեն այս վերևին է ապտիկանն է, տակը հեռախոսների նորոգման կետը, սա էլ այդ ավտոտնակն է, այս դարպասը, որ դուրս գա ապակե պատ լինի, պլյուս վերևը ևս մեկ հարկ, ես կասեի դաժե այս կողքից, որ կինոթատրոն Հայաստանը բարձր 5 մետրանոց բարձրություն ինքը կառուցել է, տեսեք, այդ բարձրությամբ, եթե թույլ տան կառուցվի, կարելի է մի 3 մետրը երկրորդ հարկ լինի բարձրություն կամ 2.70, մի հատ 2.70 դրա վերևը, ներսից կարելի է թեթև, մի հատ ինչ-որ պահեստա տեղ կամ, չգիտեմ, կաբինետ բան կառուցել էլի, միացնել, հարկը կիսել ավելի շուտ։ Ես այնտեղ կոնդիցիոներ է դարել այս կինոթատրոն Հայաստանը, որը այդ իր աջ կողքից որ դրել է, դա պիտի դուրս գա, այդ ուղղությամբ գա այս կապույտ դարպասի վերևը իրանք տնեն, իրանք իրավունք չունեին, այդքան ցածր տնեին վապերող, երկրորդն էլ, եթե հիմա չսեփականաշնորհած լիներ ավտոտնակը, ոնց որ այս կապույտներն ա եղել, տեսեք, իրանք առանց հարցնելու բերել կառուցել են, որտեվ
սեփական չէր այդ կապույտ դարպասով ավտոտնակները, իսկ հիմա սեփականությունն է։ Իհարկե տակի հողը դեռ ոչ։ Ահա, ես հեսա մի հատ էլ ֆոտո կանեմ։